Բլիթ հարթերը սկսվում են։ Ամենամեծ գաղտնիքը հենց այն էր, որ բնությունը ինչ է անում։ Որ բնությունը փոխում է մարդու ներաշխարհը։ Որ բնությունը կախարդում է մարդուն։ Նա բուժում է մարդու սիրտը եւ հոգին։ Շատ սիրուն է սա։ Բնությունը նաև մարդուն փոխում է դեպի ավելի լավը եւ նրա հոգին դարձնում է ավելի բարի։ Բնությունը կարող է իր ազդեցությամբ կարող է փոխել մարդու ներաշխարհը, մարդու պահելաձևը եւ մարդու հոգին։ Երբ Հայդին տարան քաղաք։ Նա փնտրում էր որտեղ են լեռները, ծաղիկները, բնությունը եւ ուզում էր ոնց որ իրեն հոգեհարազատ էր այդ ամեն ինչը եւ նա ուզում էր ամեն ձև գտնել այդ բնությունը, սարերը, մաքուր օդը եւ Հայդին երբ գնաց քաղաք, շատ էր կարոտում բնությունը, որտեղ շատ տխուր էր բնության համար, որտեղ այնտեղ սա ծառերը կտրած, բույսերը կտրած էին եւ նա մտածում էր իր մտքում, որ բնությունը շատ խեղճ էր քաղաքի մեջ։ Երբ նրանք եկան որ տանեն քաղաք, նա չէր ցանկանում գնալ քաղաք, որովհետև արդեն ուզում էր իր պապիկի հետ ապրել, եւ երբ արդեն նրան տանում էին, նա հիշեց իր տատիկին եւ ուզում էր գնալ վերջին անգամ իր տատիկին տեսնել, բայց նրան չթողեցին։ Երբ Նիլսը սկսեց ճամփորդել սագերի հետ, առաջին կարևոր բանը, որ նա սկսեց հասկանալ ինչն էր, որ մինչև այդ դա հասու չէր նրան։ Նա հասկացավ, որ նա շատ սխալ էր արել մինչև այդ բնության եւ կենդանիների եւ բույսերի հետ այդպիսի դաժան վարվել։ Առաջին բանը ինչ փոխվեց նրա մեջ։ Նա հասկացավ, Ճիշտ է։ նա հասկացավ, որ ամենակարևորը պետք է լիներ կարգապահ եւ կենդանիներին չի կարելի վնասել եւ նրանց հետ վերաբերվել դաժանաբար։ Արգում է ինչ-որ բան տալիս է, պետք է փոխադարձաբար լինի ու շնորհակալ լինի նրա համար, որ իրան ինչ-որ բան տալիս է։ Միայն այն, որ Նիլսը հասկացավ, որ բնությունն ու կենդանիների հետ դաժան պետք չի վարվել, նա հասկացավ, որ ընկերությունը ամենակարևոր բաներից մեկն է։ Այսինքն որ ունեին իրանք մի բան, բայց սակայն շատ քիչ, իրանք այդ շատ քիչը պետքա սաղի մեջ կիսեին։ Փիկ տղան չէր կարողանում քայլել, բայց պատահեց դա։ Բայց երբ Մերին նրան պատմում էր պարտեզի մասին, նրա տրամադրությունը բարձրանում էր եւ մի անգամ էլ պարտեզում հենց Մերի եւ Դիքոնի օգնությամբ նա սկսեց քայլել պարտեզի օգնությամբ։ Շնորհակալություն, ապրեք շատ։